Թվային հարթակ ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի, նվիրատվության, սեփականատվության իրավունքի փոփոխման համար։ Հիմա մեքենա վաճառողն ու ապրանք գնողը կամ մեքենան ինչ-որ մեկին նվիրելը իրականացվում է հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելելով։ Նոր ստեղծվելիք օնլայն հարթակը հնարավորություն կտա այդ գործընթացն իրականացնել առանց քննական ստորաբաժանումներ այցելությունների։ Օրինակ, եթե քաղաքացին ցանկանում է մեքենան վաճառել թվային հարթակով, պետք է ընտրի վաճառվող տրանսպորտային միջոցը եւ ինքնաշխատ եղանակով կազմի առուվաճառքի պայմանագրի նախագիծը։ Ցանկությունից է կախված, եթե չի ցանկանում այցելել հաշվառման քննական ստորաբաժանում իրականացնել այդ տարբերակով, բնականաբար կարող է ձեռք բերել նույնականացման քարտ եւ առուվաճառքը կազմակերպել։ Պայմանագիրը ստեղծվում է ինքնաշխատ եղանակով։ Քաղաքացին կարողանում է էլեկտրոնային ստորագրություն թողնել համակարգում։ Համակարգը պայմանագիրն ավտոմատ ուղարկում է գնորդին, եթե գնորդը համաձայնվում է առաջարկին, նաեւ ստորագրում է պայմանագիրն ու առուվաճառքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված։ Հարթակի միջոցով հնարավոր է նաեւ սեփականության իրավունքի փոփոխություն իրականացնել։ Մասնագետները այս գաղափարը դրական են գնահատում, սակայն քաղաքացին կրկին խնդիր է ունենալու էլեկտրոնային ստորագրության դեպքում։ Իրանք ներդնում են միանգամից ու ժողովուրդը ու հասարակությունը կոլապսի է ենթարկվում։ Սկսում են դրան պատճառով գոյանալ հերթեր նույն էլեկտրոնային ստորագրության ստանալու, ասենք, այդ, չգիտեմ, բայրերում։ Շատերը դեռ ID նույնականացման քարտեր չունեն, եւ հետո ինչպես է գործարքը կնքվելու արտասահմանցիների հետ։ Ոնց է կարգավորվելու, օրինակ, եթե հանձնարարյա քաղաքացիը չունի ուղղակի ID քարտ, կարող Հայաստանում առուվաճառ քանի, բայց ասենք օրինակ ինքը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ուղղակիորեն չունենա ID քարտ։ Մասնագետների դիտարկմամբ այս համակարգը հնարավորություն է տալու ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել նաև մեքենաների առուվաճառքով զբաղվողների միջև կատարվող բիզնես գործունեությունը, սակայն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, որպեսզի համակարգը անվտանգային առումով անխոցելի լինի։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա իրականում, ավելին նաև ասեմ, այդ տվյալների գեներացումը իմ խորին համոզմամբ հենց նպատակը հետապնդում ուրեմն այդ տվյալները հավաքագրելու։ Հետագայում ինչ նպատակով օգտագործելու չեմ կարող ասել, դրա համար եմ նաև թեմ հարցը դա չի։ Բազմաթիվ դեպքեր է լինում, եւ որ չի աշխատում այդ համակարգը, ասենք մի օր, երկու օր ընդհանրապես գոյություն չունի այդ համակարգը եւ չեն կարողանում նույնիսկ հայց մուտքագրել, որ չեմ ասում ինչ որ տվյալներ տեսնել։ Սա դեռ ամենը չէ, եթե անձը վարկով տրանսպորտային միջոց է ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը գրավ իրավունքը պետք է գրանցի ներքին գործերի նախարարությունում։ Մինչև այդ քաղաքացիները այցելում էին հաշվառման քննական ստորաբաժանում։ Այս նոր հարթակում դա եւս կարող է իրականացվել ինքնաշխատ տարբերակով։ Այսինքն պայմանագրի հիման վրա ընդհանրապես հայտ ենք ստանում կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանան գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում, եւ երկրորդը նույնը նաեւ լիզինգի մասին է։ Եթե ֆինանսական կազմակերպություն ունի ձեռք բերված տրանսպորտային միջոց, որը լիզինգի պայմանագրով տրամադրում է անձին, ապա այս դեպքում եւս լիզինգի իրավունքը գրանցվելու է հարթակում։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում այդ կարգավորումներն ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հարթակը հնարավորություն կտա գործարքներ իրականացնել նաեւ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։